Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարն է։ Մեր այսօրվա հյուրը մի մարդ է, ում կյանքի առաքելությունը պաշտպանելն է։ Մարթա Մելիքսեթյանը իր կյանքից 2 տասնամյակ նվիրել է ոստիկանական համակարգում անչափահասների իրավունքների պաշտպանությանը։ Այսօր թողնելով համազգեստը, նա կրկին նույն գործն է անում, օգնում է, բայց այս անգամ նրանց, ովքեր չունեն ձայն եւ չեն կարող օգնություն խնդրել։ Ոսկե լքված ու անտուն կենդանիների մասին է։ Մինչ կսկսենք մեր զրույցը, ուզում եմ հիշեցնել, որ շատ մարդիկ դիտելով մեր հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։ Նախագծի գործընկերը Ձերժավա ընկերությունն է, իսկ ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը շատ կարեւոր է մեզ համար։ Դրանով դուք ոչ միայն ձեր մեծ ներդրումն եք ունենում հաղորդման զարգացման գործում, այլ նաեւ մեր հերոսների խնդիրների բարձրաձայնման եւ լուծումներ գտնելու հարցում։ Ես Մարտա Էդուարդի Մելիքսեթյանն եմ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կենսաթոշակառու ոստիկանության փոխգնդապետ, ներկայումս աշխատում եմ Ռուսական համալսարանում, որպես ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու եւ Ադել տնային կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ եմ։ Ներկայումս զբաղվում եմ շատ ակտիվ գործունեություն եմ ծավալում կենդանապաշտպան ոլորտում եւ ակադեմիական ոլորտում, դասավանդում եմ նաեւ քրեական իրավունք եւ քրեական դատավարություն ամբիոնում, որպես քրեական իրավունքի դասախոս։ Բարև ձեզ Տիկին Մարթա, շատ շնորհակալ եմ եւ ուրախ ձեզ տեսնել այսօր մեր տաղավարում։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Անկեղծ ասած երկար ժամանակ չէի կողմնորոշվում, թե որ ոլորտից սկսենք, որտեվ երկու ոլորտներում էլ ձեր ներդրումը շատ մեծ է, բայց հավատարիմ մնալով մեր հաղորդմանը, սկսենք ամենասկզբից։ Ասում են, երբ որ փոխում ես, չես կարող փոխել, ամբողջ աշխարհը, երբ որ օգնում ես մեկ մարդու, բայց կարող ես փոխել աշխարհը այդ մեկ մարդու համար։ Հիմա դուք ձեր գործունեության ընթացքում բազմաթիվ մարդկանց օգնել եք, փրկել եք, ճակատագրեր եք, այսպես ասած, փրկել։ Եվ ուզում եմ հարցնել, երբ, ինչպես, ինչու որոշեցիք դառնալ ոստիկան։ Այդ սերը ոստիկանի համազգեստի հանդեպ ինչպես է ձեր մեջ ծնվել։ Նախ ասեմ, որ ես ոստիկանական ընտանիքում ծնվել եմ։ Եվ առաջին իսկ ծնված օրվանից եւ երբ արդեն գիտակից ես դառնում փոքր-ինչ 4-5 տարեկանից ես արդեն գիտեի, որ ես լինելու եմ ոստիկան։ Այսինքն ես այն երջանիկ մարդկանցից եմ, ով ունեցել է մանկական երազանք, դա դարձրել է նպատակ եւ հասել իր նպատակին։ Ասեմ, որ հայրս երբ գալիս էր աշխատանքից, եւ արդեն շատ ուշ գիշեր էր, բոլորը քնած էին, ես թաքուն հայրիկիս համազգեստը տենց գրում էի հայլու մեջ ինձնամ եւ պատկերացնում եմ, որ ապագայում այդպես է լինելու էր։ Բայց ուղղակի համազգեստ գրելը դա ինքնանպատակ չէր։ Ես շատ վաղուց դպրոցական տարիներից էմպատ եմ եղել։ Եվ չգիտեմ, մարդիկ տարբեր դրդապատճառներ են ունենում ոստիկանությունում ծառայության անցնելու, ասեմ, որ դա շատ բարդ ծառայություն է, շատ կողքից գուցե թվա, որ բավականին հեշտ է, հաճախ ոստիկանության ծառայողները թիրախավորվում են, բայց դա շատ բարդ աշխատանք է, 24-ժամյա պատասխանատու եւ ոստիկանության բոլոր ծառայողները անկախ սեռային պատկանելիությունից ցավոք իրենց ծառայության բնույթից ելնելով հաճախ զոհաբերում են, գուցե մի քիչ այդ բառը հնչում է ավելի կոպիտ, բայց մեր բոլորի ընտանիքները տուժում են, որովհետև մեր ֆիզիկական բացակայությունը ընտանիքից մի դեպքում թողնում է իր հետքը, մի դեպքում ոչ, մի դեպքում ընտանիքները հանդուրժող են գտնվում, եւ ընդունում են իր ընտանիքի անդամի որոշումը, մյուս դեպքում ոչ։ Իմ պարագայում ես երբ ընտանիք եմ կազմել, արդեն իսկ ոստիկանության ծառայող էի։ Ցավոք ես շատ փոքր տարիքում եմ կորցրել հայրիկիս, 15 տարեկան եմ եղել, դեռևս դպրոց չէի ավարտել, եւ ես արեցի ամեն ինչ, որպեսզի ընդունվեմ իրավաբանական ֆակուլտետ, բայց մի ցավալի փաստ կար այդ ժամանակ, ես քանի որ
դաստիարակվել եմ եւ մեծացել եմ Ռուսաստանի Դաշնությունում, լիարժեք չէի տիրապետում հայերեն լեզվին։ Իսկ հայաստանյան բուհերում այդ պահին ռուսերեն լեզվով ուսումնառություն գրեթե չէր իրականացվում եւ բացվեց ռուս-հայկական համալսարանը, որտեղ ուսումնառությունը իրականացվելու էր բացառապես ռուսերեն լեզվով, սա ինձ շանս էր։ Մեծ շանս էր եւ ես ռուս-հայկական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ոսկյա շրջանավարտներից եմ, ամենաառաջին շրջանավարտներից։ Տիկին Մարթա, ձեր հայրը լինելով համակարգի ծառայող եւ շատ լավ ծանոթ լինելով այդ ամբողջ բարդությանը, դժվարությանը, ինչպես ընդունեց ձեր որոշումը։ Դե ես իրեն վաղուց էի հայտնել այդ որոշման մասին, որ հայրս ինձ միշտ ուղղորդում էր, ասում էր, որ տնտեսագետ պետք է լինես կամ բժիշկ։ Ես ասում եմ ոչ, ես լինելու եմ իրավաբան եւ ոստիկանության ծառայող, նա դեմ էր։ Ասում էր, որ դա շատ բարդ աշխատանք է եւ կոլեկտիվն էլ է բարդ լինելու, որովհետեւ բոլորը ծառայության մեջ են, արական սերի հետ էլ է դժվար մրցակցությունը պահել, որովհետեւ մենք ինչքան էլ խոսենք իրավունքների հավասարության մասին, առավելևս որ վերջերս նշեցինք մարտի 8-ը, այնուհանդերձ որոշակի խտրականություն սեռային պատկանելիության առումով կա եւ բացի այդ մենք չենք մոռանում, որ ոստիկանությունում ծառայության ընթացքում դու շփվում ես բնակչության ոչ այդքան հաճելի ուրեմն զանգվածի հետ, հայրս զգուշացնում էր, որ վտանգներ կան, բայց ես էլ կարողացա լինելով երեխա հայրիկիս համար հասանելի դարձնել, որ ես ոստիկանությունում ծառայությունը ընտրում եմ եւ երազում եմ այդ մասին ոչ միայն մարդկանց իհարկե ճակերտների մեջ պատժելու կամ հարկադրանք կիրառելու համար, այլ նաեւ օգնելու։ Ես ուզում եմ ասեմ, որ իմ դիրքորոշումը այսօր անփոփոխ է, եթե մարդը զանգահարում է 102 կամ մոտենում է բաժին հաղորդում տալու, դա նշանակում է, որ ուրիշ ելք այլևս մարդը չունի, որ դա սեփական իրավունքները, խախտված իրավունքները պաշտպանելու, վերականգնելու միակ միջոցն է։ Եվ ես այդ դիրքորոշումն եմ ունեցել ոստիկանությունում, իհարկե մի փոքր առաջ ընկնելով ասեմ, որ նաև ղեկավարել եմ անչափահասների գործերով բաժանմունքը երկար տարիներ եւ իմ ծառայությունը ամփոփելով, կենսաթոշակի անցնելով, ես նաև պաշտպանեցի իմ գիտական թեզը, որը եւս նվիրված է երեխաների իրավունքների, այո, պաշտպանության, այսպես ասեմ, առանց բարձրաձայնել թեմաս եւ այդպես ամփոփեցի, ստացա գիտական կոչում։ Իսկ այդ ոստիկանական խստության մեջ եք մեծացել։ Թե հայրը տանը այդքան խիստ չէ, ինչքան ծառայության մեջ։ Ճիշտ ասած, հայրիկս ավելի մեղմ էր, քան տատիկս, հայրիկիս մայրիկով ազգությամբ ռուս էր։ Նա էլ էր սիմվոլական եղել, պատերազմի մասնակից, մեր տանը կարգապահությունը դա կարևորագույն բաղկացուցիչ մասն է եղել դաստիարակության։ Դուք խոսեցիք այն մասին, որ ձեր հայրը ներկայացրել է ձեզ այդ բոլոր դժվարությունները, որովհետեւ դուք գիտակցված կատարեք այդ ընտրությունը, եւ դուք արդեն 20 տարի այդ բոլոր դժվարությունների հետ հատ առհատ առերեսվել եք։ Հիմա եթե խոսեք արդեն դրա միջով անցած մարդ որպես, ո՞րն է ձեր գործի ամենաբարդ փուլը, ո՞րն է եղել ամենաբարդ գործողությունը, ամենաբարդը, այսպես ձեր աշխատանքում, ո՞րն է որ այսպես կառուցնացնեք։ Բոլոր 20 տարիներն բարդ են եղել։ Գիտեք, առհասարակ հայրենիքին ծառայելը դա ուղղակի աշխատանք չէ։ Ծառայել, ճիշտ բառ են դրված։ Այո։ Պետք է հայրենիքը տան վերապահորեն սիրես։ Ես չլինելով զտարուն հայ, իմ հայրենիքը ընտրել եմ Հայաստանը, իմ հայրենի լեզուն հայերեն լեզուն է, չնայած որ ես չափահաս տարիքում եմ այն սովորել, եւ 20 տարիներն է բարդ են եղել։ Դա այն աշխատանքն է, երբ դու առողջան գալիս ես աշխատանքի եւ դու չգիտես երբ ես գնալու տուն, որովհետեւ օրվա ծանրաբեռնվածությունը որևիցե կերպ հնարավոր չէ պլանավորել։ Ըստ օրվա իրադարձությունների եւ դեպքեր են եղել 24, 48, 72 ժամ մենք տուն չեն գնացել,
եղել են դեպքեր, նաև շաբաթով ծանրաբեռնված աշխատել ենք։ Տարիների աշխատանքը փորձը սովորեցնում է նաև էմոցիոնալ հավասարակշռություն պահել, սառնասիրտ լինել, որտեղ ձեր գործի մեջ դա շատ կարևոր է, բայց այնուամենայնիվ լինելով մարդ, ունենալով էմոցիոնալ դաշտ, եղել են դեպքեր, երբ որ Չէ, ես պատնեշը կոտրվել է։ Ոչ, ես համբերատար մարդ եմ։ Չափազանց համբերատար մարդ եմ։ Իսկ այսօր արդեն կարող եմ ասել, որ մասնագիտական դեֆորմացիայի եմ ենթարկվել։ Ես սառնասիրտ մարդ եմ, բայց ոչ այն իմաստով, որ կարող են հասկանալ, ես սառնասիրտ եմ իրավիճակը ճիշտ գնահատելու առումով։ Այո։ Պանիկա, բացարձակ դա ինձ համար չէ, այդ հասկացողությունը։ Ոչ ինչ որ հիմա այտենց մի հատ բան կա, չէ՞, եզրույթ կա, պանические атаки, դա ինձ համար չէ, բացարձակ։ Ցանկացած ամենաբարդ իրավիճակում ես պահպանում եմ սառնասրտությունը, որպեսզի կարողանամ ճիշտ իրավիճակը գնահատեմ եւ միջոցներ ձեռնարկեմ այդ իրավիճակը շտկելու համար։ Դա ինձ այսօր էլ է օգնում կենթանապաշտպան գործունեությունում։ Իսկ այդ հուզական ֆոնը իհարկե ինքը կա։ Եթե դու աշխատում ես անչափահասների հետ, օրինակ բերեմ։ Ես ինչպես ստացվեց, որ սկսեցի կամավորական գործունեություն իրականացնել։ Այո, այդ ես միշտ եմ պատեղել, բայց երբ որ արդեն գործուն միջոցներ ես ձեռնարկում այդ քո էմպաթիան, այսպես ասած, կյանքի կոչելու, ամենաառաջի դեպքը եղել է 2008 թվականին, դեռևս իմ առաջնեկով հղի է եւ ծառայության մեջ, առաջնեկին ոնց է սպասում, բոլոր իրերը նախապես անհրաժեշտ գնում են, այսինքն ամեն ինչ պատրաստում են, դեռևս չիմանալով սեռը։ Եվ ծառայության ընթացքում մեզ մոտ ոստիկանության բաժին բերեցին մայրիկի, բավական երիտասարդ, երեխան մեղմ ասած ոչ այդքան խնամված տեսք ուներ, հագուստի կարիք ուներ, սոված էր եւ ես լինելով 20 շաբաթական հղի, այսինքն նաեւ դժվար է տեղաշարժումը թե ֆիզիկապես, խնդրեցի, որ գործընկերներիս հետ գնանք մեր տուն, ինձ ուղեկցեն, ես տանից այդ ամենը վերցրել եմ, բերել եմ եւ գիտեք, երբեմն բոլորին թվում է, որ ոստիկանության ծառայողները բարբարոսներ են, չէ։ Ես այդ օրը շատ լավ եմ հիշում, որ տղաները արագ ինչ որ եռացած ջրի, ինչ որ փնտրտուքների մեջ էին, մյուսը շիշներ նախապատրաստում, տղաները ինձ օգնում են, որպեսզի մենք կարողանանք այդ պահին, որը ոստիկանության ծառայողի գործառույթների մեջ չի մտնում, այդ պահին երեխային ցույց տալ օգնություն, ուղղակի օգնություն։ Եվ այդ երևի դա հենց ամենաառաջի դեպքն էր, դրանից հետո արդեն ես բոլոր այն դեպքերը, որոնց հետ առնչվում էի ծառայության ժամանակ, ուղղակի չէի թողում ոստիկանական դաշտում։ Եթե ունենում էինք անչափահասներ, ովքեր տարբեր սոցիալական խնդիրներից ելնելով, օրինակ սեփականության դեմ ուղղված հանցանքներ էին գործում, ես դա ուղղակի չէի թողում այն մակարդակի վրա, որ դեպք արձանագրեցինք, անչափահասին հաշվառեցինք, այսինքն իհարկե այդ ամբողջ ծավալը գործառույթային պարտականությունները իրականացնում էր, բայց նաև կողմնակի ես սկսում եմ սոցիալապես օգնել այդ ընտանիքին, այդ երեխային, ասեմ, որ առ այսօր ես բացի սեփական երեխաներից էլի երեխաներ ունեմ, որոնց հետ քայլում եմ իրենց կյանքի ճանապարհով, օգնում եմ իրենց մասնագիտական կողմնորոշման, մասնագիտական կայացման հարցում, ունեմ բալիկներ, որոնք շուտով ինձանից ծնված բալիկները չեն, իմ կենսաբանական բալիկները չեն, բայց մենք երկար տարիներ քայլում ենք այս կյանքի բարդագույն ճանապարհով եւ եթե իրենց ինչ-որ բան է անհրաժեշտ լինում, իրենք իրենց ծնողներին չեն ասում, շատ լավ ծնողներ ունեն, բայց ինչ-ինչ պատճառներով գուցե չեն հասցնում որոշակի հարցեր կարգավորել եւ ինձ են զանգում, մենք արագ ամեն ինչ կազմակերպում ենք եւ կամավորական աշխատանքները հենց այսպես են սկսվել։ Այո, ոստիկանի համար սահմանված են հստակ լիազորություններ, բայց դուք այն մարդն եք, այն ծառայողն եք եղել, որ այդ պատնեշը հաճախ կոտրել է եւ զբաղվել է նաեւ բարեգործությամբ։ Բազմաթիվ դեպքեր ես ինքս գիտեմ, քանիսն էլ կան, որ ես չգիտեմ,
Որ դեպքերը կարող եք առանձնացնել, որոնք ձեր վրա ամենամեծ հետքն են թողել, ամենաշատն են ձեզ հուզել։ 20 տարիների ընթացքում, բայց այդ դեպքով ես որևէ բարեգործական կամավորական աշխատանք չեմ իրականացրել եւ չեմ իրականացնում, բայց միակ դեպքը, երբ հանցագործության մասին ահազանգով մեկնելուց հետո իմ կյանքը ամբողջովին կապվեց դուժողի հետ, առանց անուններ հնչեցնելու, երկու բալիկներին հայրիկը սպանել էր, մի բալիկին սկզբից էր պատոհանից ներքև նետել, այնուհետև ինքն էր մյուս բալիկի հետ ինքնասպանություն գործել, այդ օրվանից սկսած միակ դեպքն է, երբ ես ամեն տարի նույն օրը, արդեն այս տարի 6-րդ տարին, ես բալիկների մոտ եմ, ու միշտ հանդիպում ենք մամայի հետ ընկերություն ենք անում, մայրիկի հետ շատ մտերիմ ենք, շատ հրաշք անձնավորություն, եւ սա միակ դեպքն է եղել, որ ես թույլ եմ տվել անցնել այդ սահմանը, ոստիկանության ծառայողից ուղղակի կարեկից ընկեր դառնալ այդ հրաշք մայրիկի համար։ Ես ուզում եի ձեզ հարցնել, եղել է արդյոք դեպք, երբ որ ծառայության ընթացքում չեք կարողացել զսպել ձեր էմոցիաները, թե միշտ կարողացել եք զսպել դրանք։ Չէ, իմ ասած դեպքով չեմ կարողացել զսպել, նայած դեպքեր կան, որտեղ տղամարդ ոստիկաններն էլ են արտասվում։ Այո, որքան էլ որ թվում է, որ սառնասիրտ են եւ կողքից երբեմն նաեւ քննադատություններ են լինում, բայց չէ, մարդկային հույզերը, էմոցիաները երբեմն տեղի են տալիս։ Ես միշտ լավ կոլեկտիվներում եմ աշխատել, միշտ, եւ շնորհակալ եմ իմ լավագույն ղեկավարներին, ումից շատ բան եմ սովորել, նաեւ վատ ղեկավարներից եմ շատ շնորհակալ, իրենցից էլ եմ շատ բան սովորել, բոլորից։ Իմ 20 տարիների ծառայության երբեք չեն կարող ամփոփվել բացասաբար, ինչքան էլ դժվար է եղել։ Դա իմ անցած փուլն է եւ ուզում եմ ասեմ, որ ցանկացած անձ, ով ընտրում է իր ծառայությունը ոստիկանությունում, ինքը պետք է հասկանա, որ ինքը պայմանագիր է կնքում իր խղճի հետ, հա? Այո։ Որովհետեւ ցանկացած գործողություն ոստիկանությունում ուղղակիորեն խղճի հետ է կապված։ Իհարկե, խղճից դրդված գործառութային պարտականությունները չպետք է կատարվեն թերի։ Սա շատ կարևոր է, որպեսզի բալանսը պահվի։ Բայց ես ամենալավ բաժանմունքում եմ աշխատել, ամենալավ բաժանմունքն եմ ղեկավարել։ 2018 թվականից այն վերանվանվեց անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունք։ Հետաքրքիր բան ասեմ, ընտանեկան եւ կենցաղային բռնություն ինքը շատ նուրբ թեմա է եւ առ այսօր շատերը ակամայից այնպես ստացվեց, որ ինձ համար անգամ անսպասելի համացանցում իմ սոցհարթակները բավականին մեծ դիտելիություն ունեն, երևի կոնտենտը, այն խնդիրները, որոնք ես բարձրացրել եմ մշտապես, իսկապես կարևոր են եղել եւ օգտատերերի մեծ մասը գուցե հանդիպեն այլ սոցհարթակներում ոչ այդքան լավ տեսանյութեր կամ գրառումներ իմ մասին, դրանք հիմնականում իմ ծառայության ընթացքում ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերով, այսպես ասած, թեկուզ հպանցիկ անցած քաղաքացիներն են, որոնք դժգոհ են մնացել իմ աշխատանքից, իսկ իմ աշխատանքից դժգոհ են մնացել պոտենցիալ բռնարարները։ Հաճախ ինձ ուղարկում են այդ տեսանյութերը իմ մասին, որ ես ընտանիքներ եմ քանդել, ես երեխաներին եմ ընտանիքից վերցրել, գիտեք, ես կարծում եմ, որ դա իմ համար լավագույն գնահատականն է, որովհետև ես կարողացել եմ պաշտպանել դուժողին, ես կարողացել եմ տվյալ իրավիճակում բռնության ենթարկվածին պաշտպանել եւ առաջացնել գուցե բռնարարի զայրույթը։ Դուք նաև այն մարդկանցից եք, ովքեր միշտ կողմ են եղել երեխային ընտանիքում մեծացնելուն, հա, ես հիշում եմ
դեպքը, երբ որ մայրը երեխային, նորածին երեխային եկեղեցու բակում էր թողել։ Դուք վերամիավորեցիք, չէ՞, այդ ընտանիքը, Ես երեխան։ չէ, կառույցները Նաև ձեր պետական։ մեծագույն ջանքերի շնորհիվ էր։ Ես չգիտեմ ինչու։ Ինչպես որոշեցին, մայրիկը որոշեց, որ պետք է հենց իմ վարչական տարածքում թողեր բալիկին։ Դուք աշխատել եք մայրիկի հետ։ Այո, ես եմ գտել մայրիկին։ Ես եմ գտել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ ոչ թե իրավունք ունի, այլ կարող է սխալվել։ Ամենակարևորը, որ ինքը գիտակցի, որ ինքը սխալ է գործել եւ շտկի իր սխալը։ Բոլորը իրավունք ունեն իրենց սխալները շտկելու։ Այո։ Առավել եւս, եթե դա երեխաներին է վերաբերում։ Այո, ես կողմնակիցն եմ ընտանիքի վերամիավորման միշտ, բայց եթե ես տեսնում եմ, որ այն անձը, ով ըստ էության թերացել է, շտկում է իր վարքագիծը, շտկում է իրավիճակը եւ թույլ չի Իսկ տալիս։ հսկում եք նաև հետագայում։ Այնպես չի, որ Ճիշտ վերամիավորեցիք եւ այլևս առ այսօր շատ ընտանիքների հետ, ում հետ որ ես աշխատել եմ ծառայության ընթացքում, կապի մեջ եմ։ կհիշեք մեկ դեպք, երբ որ դուք գտել եք, որ ճիշտ է, որ երեխան չմեծանա այդ ընտանիքում։ Այսինքն իմ ենթադրությունը եւ վերջնական Այո, արդյունքը համընկել են։ Այո։ Այո, Կհիշեք, որն է եղել։ Չեմ կարող այդ մասին ասել, որովհետև երեխաները իրենց կնույնականացնեն, դա անթույլատրել է։ Շատ լավ։ Եվ գալով ձեր կենդանապաշտպան գործունեությանը, դուք այսօր լքված, անտեսված կենդանիների պաշտպանությամբ եք զբաղվում, նաև հիմնադրամ եք ստեղծել, հիմնել, բայց ես գիտեմ նաև, որ դուք տարիներ առաջ շատ վախենում էիք շներից։ Շատ։ Ինչպես ստացվեց, ճանապարհն ինչպես անցավ։ Ի սկզբանե ես չեմ վախեցել կենդանիներից, որովհետև ես ապրել եւ մեծացել եմ Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ կենդանասիրությունը դա ընդունված ինչ որ հատկություն է, հա, բոլորը ունեն տանը եւ փիսիկներ եւ շներ, այնպես ստացվեց, որ կծման է ենթարկվել, հա, առանց թակելու մտել էի հարևաններից մեկի բակ եւ շունչ գծել էր ինձ, բավականին լուրջ էր գծել եւ դրանից հետո ես երկար տարիներ վախեցել եմ, բայց քանի որ ես չպարտվող մարդկանցից եմ, ինձ հնարավոր չի меня невозможно победить. Уничтожить можно, а победить нет. Ես որոշեցի, որ ես իմ վախը պետք է հաղթահարեմ, ես անդադ խոսում եի այդ մասին, եւ մի գեղեցիկ օր ամուսինս արկղով շուն բերեց տուն։ Հարցրեցի, «Это кто?» Ասեց շուն եմ բերել, ու ինքը բավական լուրջ ցեղատեսակի գերմանական բոքսեր։ Օй, բարդ ճանապարհ եմ անցել ես Մաքսի հետ, մոտավորապես 2 ամիս մենք փորձում էինք իրար հետ համակերպվել, ինքը ձագուկ էր, ուզում էր խաղալ, իսկ ես վախենում էի, մոտ ֆոբիա կար, բայց ես հաղթահարեցի։ Ինքը շատ խելացի շուն է, ինքը ինձ սովորացրեց բոլոր կենդանիների լեզուն հասկանալ, եւ 2 տարվա մեջ այնքան սովորեցրեց ինձ, որ ես արկղով 10 ձագուկ բերեցի տուն։ Եվ մեր տան մեջ բնակվել են 11 շուն, շուրջ 3 ամիս, 10-ից 9-ին հաջող տվել եմ որդեգրման, եւ մեկին շարունակում եմ առ այսօր, արդեն 4 տարի է, 4 տարեկան շուտով կլինի, իմ աղջիկը, նա շարունակում է մեր տան ապրել։ Սկզբից, ինչպես եւ մարդկանց առումով կամավորական աշխատանքները մեկ դեպքից սկսեցին, 1 դեպք, 2 դեպք, ցավոք վերջերս իմ փրկած ամենաառաջի կենդանին մահացավ։ Այո։ Ինչպես դա սկսվեց, անկեղծ ասած հերթապահությունից հետո տանն էի, լսում եմ բակից մարտակուրիկ, բակի երեխաներն են, արագ տանից դուրս եկա, ասում ինչ է եղել, երեխաներ, տեսնեմ փոքր ձակ եմ բերել, ասում եմ, որ խաղահրապարակում այս զաքուկը մոտեցավ մի փոքր բալիկի, պապիկը ոտքով հարվածեց ու երեխաները վիճել էին պապիկի հետ, ու ես իրենց համար այդ պահին երևի միակ շտապօգնությունն էի, բերել էին մեր տուն։ Ես արդեն ունեի շուն, արջիս էր։ Ես անմիջապես առաջի բուժօգնություն եւ այլն ցույց տվեցի, տարան կլինիկա եւ այլն, մեծացրեցինք, բայց ինչն էր հետաքրքիր։
այդ բոլոր երեխաները, ովքեր բերել էին ձագուկին, այդ պայն իրենց ծնողներին խնդրում են, որ կլինի բերենք մեր տուն, բերենք մեր տուն, բոլոր ծնողները մերժեցին։ Բայց այսօր տարիներ հետո ես պետք է ասեմ, որ այդ բոլոր երեխաները ունեն արդեն կենդանի իմ հասարակական կազմակերպությունից որդեգրած։ Ես այդ երեխաների արտասվելը տեսա, որ ծնողները թույլ չէին տալիս, հանգստացրեցի, որ երեխաներ հանգիստ եղեք մեր տանը, կապրի կգա, կսիրեք, կգնեք։ Իմ համար այդ բան այնքան կարևոր էր երեխաների անօգնական ձագուկին օգնելու այդ ցանկությունը այնքան մեծ էր, իրաց այդ հուսական այդ վիճակը այնքան կարևոր է ինձ համար, գիտեք, երեխան կարա լավ առաջադիմություն դպրոցում չունենան ու իր կարողություններից ելնելով, հա։ Ոչ բոլորն են ունակ, ասենք, մաթեմատիկայի ասպարեզում ինչ-որ չհաջողություններ ունենալու կամ ճիշտ հակառակը հումանիտար առարկաների մասով, բայց երբ դու տեսնում ես, որ երեխաները մարդ են մեծանում, որ փորձում են հաղորդակից լինեն հասարակության անգամ ձագուկ շան ձագուկի որպես հասարակության անդամ իր խնդրին, ես այսպիսի երեխաներ եմ սիրում եւ տարիներ հետո ես հասա նրան, որ բոլորի ծնողներն էլ մեզանից շուն որդեգրեցին, այդպես 1, 2, 3, 10, 20, 30 նաև իմ հասարակական կազմակերպությունը ավելի շուտ կհիմնադրվեր, բայց որպես ոստիկանության ծառայող ես նման իրավունք ինձ վերապահված չէր, չունեի եւ կենսաթոշակի անցնելուց հետո մինչ այդ կամավորական աշխատանքներ էի իրականացնում, իմ Ադել տնային կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը արդեն օրենքով սահմանված կարգով գրանցվեց, ինչու Ադել։ Ինչու։ Ադելը Արմավիրի մարզում գտնված Գամփր ցեղատեսակի շուներ, իդեպ ասեմ, որ իմ կազմակերպությունը հիմնականում օգնում է խոշոր չափերի շների, որովհետև իրենց օգնություն ցույց տալը շատ ավելի բարդ է եւ ֆինանսական առումով, եւ տեխնիկական, բոլոր առումներով շատ դժվար է։ Փոքր դեկորատիվ շներին ավելի հեշտ է եւ նրանք ավելի հեշտ են որդեգրվում։ Մեծերը չէ, նամանավանդ գամփրները։ Ես շատ ցավում եմ, որ մենք խոսում ենք այն մասին, որ հայկական գամփրը մեր հայրենիքի խորհրդանիշն է, բայց լավ չենք վերաբերվում այդ ցեղատեսակին։ Իսկ գամփրի տարբերություն մյուս ցեղատեսակի շներին, առավել եւս գամփրները, բոլոր կենդանիների մասին ես այդ կարծիք ունեմ, բայց նրանք մարդուցին են պակաս։ Գիտեք, իմ մոտ մի քանի օր առաջ այդ դեպքը գրանցվեց, դավաճանված գամփրները, ինչքան փորձում ես բժշկական բարձրակարգ սպասարկում, չգիտեմ, այդ լավագույն կլինիկան ես տանում, ամեն ինչ արվում է կենդանին առանց գումար խնայելու, բայց դու իր աչքերում տեսնում ես, որ ինքը չի ուզում պայքարի, կոտրված է կենդանի եւ դավաճանված։ Գամփրները շատ են կապվում մարդկանց հետ, իսկ մարդիկ ցավոք մաքրացեղ կենդանիներին շահագործման են ենթարկում, բուծման են ենթարկում եւ երբ կենդանին արդեն վատառողջ է լինում կամ ծերանում է, ուղղակի թողնում են փողոց։ Ադելը իրենցից մեկն էր։ Ադելին գտել էր մեր կենդանասեր Արմինա Կալստյանը, ես այդ պայն ծառայության մեջ բարձրաձայն լացվում էր, արտասվում էր, գոռում էր, ասի հանգստացի, դու բեր լավագույն կլինիկան Երևան քաղաքի ամեն ինչ կանենք։ 3 օր տանջվեցինք, չփրկեցինք։ Դա միակ իմ կյանքի գամփրներ, իդեպ մեր լոգոն հենց ինքն է, որի ճակատին կար սպիտակ սրտիկ։ Հիշում եմ։ Ես իրան անվանեցի Ադել, հետմահու եմ տվյալը եւ պես Դուք նաև երկար ժամանակ մեքենայով եք շրջել երիտասարդ տարիքում հենց շներին չհանդիպելու համար։ Եվ այն մեքենայով, որով ժամանակին շրջում եք, վարում եք, դրանով սկսել եք նաև Եվնել անտուն կենդանիներին։ 19 տարեկանից ավտոմեքենայում վարում, ոչ թե ինչ-որ հասարակական տրանսպորտից օգտվել ինքին հարց չի, աբսոլյուտն։ Ես վախենում էի թափառող կենդանիներից, չնայած այն ժամանակ այդքան շատ չէին։ Իսկ հիմա իմ ավտոմեքենայի մեջ կա բոլոր անհրաժեշտ պարագաները կենդանուն առաջի բուժօգնություն ցույց տալու, կեր, տարբեր տեսակի այդ ամունիցիան կենդանի բռնելու, հիվանդ կենդանի տեղափոխելու։ Այդ նույն մեքենայով եք հիմա կենդանիներին նաև տեղափոխում։ Այո, իմ ավտոմեքենան ամբողջովին
360 աստիճանի տակ եղունգների տեղն է, տարբեր կենթայիների։ Գիտեք, ես մի բան ասեմ, ես իմ սուբյեկտիվ մոտեցումն է, ես կենթայիներին եւ երեխաներին նույնականացնում եմ, որովհետեւ երկու կատեգորիան լիարժեք կախվածության մեջ են մեզանից, չափահաս մարդկանցից, իրենք մեզանից կախվածության մեջ են եւ առանց մեզ չեն գոյատևի։ Դուք շատ հպանցիկ անցակ են հատվածով, թե ինչպես եք ձեր առաջին շան հետ ընտելացել, հարմարվել եւ ձեր մեջ վախը կոտրել։ Շատ հետաքրքիր է, ասացիք, որ փուլը բարդ է եղել, բայց ինչ փուլով եք անցել մինչև մոտավորապես 10-12 օր հետո ես իմ ամուսնուն ասացի, որ ես շանը չեմ ուզում տար։ Դա շատ ուշ գիշեր էր, առավոտյան, այդ որ հիշում եմ դողանցն, Ջոնսոնից ես կարող եմ նման բան ասել, որովհետև հիմա ես տենց մարդկան շատ նեղացնում եմ, երբեմն կոպիտ եմ խոսում, հետո որ իրենք էլ ուշքի գան։ Եվ առավոտյան ամուսինս վեր կացավ, տենց արկղեր մանգալի, ասում արկղ ինչ ես ամ։ Դե ասում որ շանը հետ չես համակերպվում։ Դե լավ ասում եմ, բարկացած եմ եղել, բան եմ ասել, այդպես դուք էլ եք ինձ նյարդայնացնում, ձեզ որ ուղարկեմ։ Չէ, ասի շանս դիր տեղը, իմ շունն է։ Եվ ասեմ, որ Մաքսը հրաշք շուն է, հրաշք, ինքը ամեն ինչ հասկանում է։ Եվ ինքը տեսեք, մեր մոտ հետաքրքիր միջադեպ եղավ, ամուսինս երեխաների հետ գնաց Վրաստան, ես իր հետ մնացի մենակ։ Իմ երեխաները կենթանասեր են եղել միշտ եւ չեն վախեցել կենթայիներից, ամուսինս էլ իր երիտասարդ տարիներին դոբերման է պահել եւ եւս չէր վախենում կենթայիներից, առավել եւս զինվորական անցած ուղի ունի, իսկ այնտեղ դիրքերում միշտ կենթայիներ կան, այսինքն ինքը լիարժեք հասկանում էր կենթայիների լեզուն, մնում էր ես սկսեի սովորել հասկանալ։ Եվ ճիշտ ասած հետը մենակ մնալով որոշեցի, որ ուղղակի պետք է խոսեմ իր հետ, որովհետև որևէ այլ միջոց կենթանուն դաստիարակելու ես չգիտեի։ Իսկ ինքը դեռ փոքր էր, 2 ամսական էր, կծոտում էր, չարություն էր անում, վազվզում էր, դա իմ համար նոնսենս էր։ Գրկեցի, ասի Մաքս, մամային երբեք չենք կծում, մամայի հետ կոպիտ չենք վարվում եւ մամայի դեմքը չենք լպստում։ Գիտեք, ինքը արդեն 7 տարեկան է, ծերուկա։ Ինքը այդ իմ 3 պայմանը միջև հիմա կատարում է։ Իմ 2 կենթանին հաճախ որպես արյան դոնոր են հանդես գալիս այլ կենթայիների համար։ Մենք փրկում ենք միասին, հա, ուրիշ կենթայիների կյանքը։ Այսպես տարիներ առաջ կենթայիների նկատմամբ վատ վերաբերմունքը քրեականացվեց։ Թեպետ պատասխանատվության ենթարկված շատ անձինք չկան, բայց դա նաև զսպող մեխանիզմ չդարձավ, որպեսզի մարդկանց վերաբերմունքը փոխվի կենթանիների հանդեպ, եւ վերջին շրջանում եք նաև տեսանյութերի հանդիպեցինք շատ դաժան վերաբերմունքի կենթանիների նկատմամբ, որը նկարահանվել եւ համացանցում էր տեղադրվել։ Մարդիկ ինչքան դաժան կարող են լինել, ինչ դաժան դեպքերի եք հանդիպել, որոնք գուցե դուրս են մնացել, հա, այդ սոցիալական ցանցերից, բայց տեսեք, կարևոր բան, շունը եւ կատուն նրանք տնային կենթայիներ են։ Այդպես է ձևակերպումը տված։ Եվ ցավոք շատերը, ես իհարկե դեմ եմ առհասարակ շնչող էակին, դա կլինի խոշոր եղջերաբան ասում, տնային կենթանի, թռչուն, կարևոր չի։ Չի կարող մարդը իր գործողություններով ցավ պատճառել, ֆիզիկական ցավ, անթույլատրելի է։ Առավել եւս, եթե դիմացի շնչող էակը քեզանից թույլ է։ Հա, ես իհարկե դա կարևոր մի բան ասեմ, որ կենթանիների վնասազերծումը այն դեպքերում, երբ մարդու կյանքին եւ առողջությանը անմիջական վտանգ է սպառնում, կենթանու այս չեզոքացումը միանշանակ թույլատրելի է։ Ես ինքս այդպես կվարվեմ։ Ես ինքս կվնասեմ կենթանու, եթե տեսնեմ, որ այդ բան ռեալ որևէ մարդու կենթանին այնպիսի վտանգ է հասնում ու հարձակվել է եւ հոշոտում է եւ մարդու կյանքը բնականաբար բացարձակ արժեք է։ Կվնասազերծեմ կենթանուն, բայց ցավոք Հայաստանի Հանրապետությունում դեռևս կան մարդիկ, ովքեր կենթանուն որպես ոչ միայն շնչող, այլ զգայարաններով օժտված էակի չեն վերաբերում, որպես ուղղակի այդ բառն էլ չեմ կարողանում ասել, որովհետև անասուններն էլ
ցավ զգալ գիտեն, հա, իրանք էլ են շնչող աշխատանքից եկա, փորձեցի տեսնեմ ինչ ահազանգեր ունեմ եւ ազգության փնդիկ տղաները ինձ 2 տեսանյութ էին ուղարկել եւ դուք եք տեսել իմ Facebook-յան հարթակում, որ մի տղամարդ խողովակով, փայտով, ոտքերով, ձեռքերով, ըստ տեսանյութի 4-5 ամսական ձագուկ է հարվածում եւ սեփական տամբակում հետո մենք երբ հայտնվեցինք այդտեղ հասկացանք, որ բազմաբնակարանային շենքերը կան, լավ ոչ մեկ չի լսել, որ մոտենա եւ ուղղակի հարցնի ինչ ես անում եւ կանխի այդ մարդու գործողությունները։ Մենք անմիջապես, մենք կենթանասերներս, ես ասեմ ինչն եմ սիրում կենթանասերների։ Կենթանասերների մեջ տարանջատում ըստ սոցիալական կարգավիճակի, ըստ զբաղեցրած պաշտոնի, զբաղմունքի, մեր մեջ այդպիսի տարանջատում չկա։ Մենք բոլորս հաճախ մենք չգիտենք էլ ով ինչով է զբաղվում։ Աշխատանքի զբաղմունքի մասին որից տեղեկություններ չենք ունենում։ Մենք ուղղակի կենթանասերներ ենք, ովքեր շատ արագ ինքնակազմակերպվում են, երբ նման խնդիրներ են լինում։ Անչափես մեկնել ենք դեպքի վայր, 2 շանն էլ վերցրել ենք, իհարկե ոստիկանության ծառայողներ էլ կային մեր հետ, իհարկե վերջերս ստացա քննիչի կողմից ուղարկված ծանուցումն առայն, նաև արձանագրությունը, որ քրեական վարույթ չէին նախաձեռնվել իմ հաղորդման հիման վրա, ես չեմ բողոքարկել, քանի որ ինքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307 հոդվածը պահանջում է հետևանք։ Նյութական հանցակազմ է, իսկ կենթաներին ըստ էության առողջությանը վնաս չէր պատճառվել, որտեղ մեր կողմից անմիջապես կլինիկա են տեղափոխվել կենթաները։ Եվ այս դեպքերում զսպող հավատացեք չի զսպում այդ հոդվածի առկայությունը, ոչ, ինչպես շնամարտեր կազմակերպողները, որոնք իրենց անվանում են հասարակական կազմակերպության հիմնադիրներ, ես հիմա խորապես ուսումնասիրում եմ այդ բոլոր հասարակական կազմակերպությունների գործունեությունը, կանոնադրությունները, որպեսզի հասկանամ ինչքանով է արդարացված եւ ինչքանով է օրինական մեզ համար շնամարտ կոչվողը, իրենց համար տեստավորում կոչվողը։ Շատ լավ։ Ինչ դաժան դեպքերի եք հանդիպել կենթանու նկատմամբ։ 2025 թվականին մեր Բյուրեղավանի քաղաքացին մեքենայից կապած շանը, կապել էր շանը, քաշ էր տալի, ականատեսն էին ասում էր, որ ուզում եմ կյանքը ընդհատեմ, չէ, ականատեսն էին դատարանում ասում էր, որ ուզում եմ փրկեմ։ Ես ասեմ, որ մեղադրական դատավճիռը կա, որպես պատիժ 900,000 դրամ տուգանք է սահմանվել քաղաքացու համար, մեր մյուս կենթանասերն է որդեգրել Մարինան կենթանուն, բայց շատ հարյուրավոր դեպքեր կան, որոնց մասին մենք չգիտենք։ Մենք ունենք Բամբակաշատ գյուղից, Բամբակը հայտնի, որի մասին մի շարք տեսանյութեր են նախապատրաստվել, 3 տարի պահել էին փոքր վանդակի մեջ, նա անգամ չգիտեր քայլել ինչ բան է։ Եվ այդ կենթանուն 3 ամիս կենթանիների խնամքի կենտրոնն է ուշքի բերել, տղաները աշխատել են, որ վարքը շտկեն եւ առհասարակ հասկացնենք կենթանուն, որ բացի իրենից, բացի այդ վանդակից էլ ուրիշ աշխարհ կա եւ ասեմ, որ երբ դու փորձում ես փրկել կենթանուն, ամենաառաջի միտքը, որ գալիս է, իհարկե հեռատես լինելով, կենթանուն փրկեցինք, բուժեցինք, բա ինչ ենք անելու հետագա նրա ճակատագիրը ինչպես պետք է դարձավորվի, որովհետև ասոցիալ ինքը ամեն դեպքում ասոցիալ կենթանի է։ Ինքը չի ադապտացվել հասարակությանը, ոչ այլ կենթանիների հետ է երբևիցե շփվել, ոչ մարդկանց հետ, նման կենթանի ուղղակի փողոց բաց թողելը անթույլատրելի է, այստեղ նաև վտանգ կա այլ մարդկանց կյանքի առողջության համար։ Եվ մի գեղեցիկ օր այդպես մտորումներով անգամ մտքով չէր անցնում, որ իրեն դեռևս պետք է դնեն որդեգրման։ Ինձ հետ կապ հաստատեցին մեր ազգությամբ հայ ամուսիններ, ովքեր ապրում էին Իսպանիայում, հիմա էլ են այնտեղ ապրում, եւ ասացին, որ պատրաստ են Բամբակին որդեգրեն։ Իրանք Բուբային անվանում, ես Բամբակ։ Գիտեք, այդ էմոցիան, вот просто оказаться полезной,
Հասկանում եք, երբ որ դու ինչ-որ բան սկսում ես, նախաձեռնում ես, փորձում ես օգնել, դու կենթանում փրկում ես վատ պայմաններին, նրան բարեկեցիկ կյանքով ապահովելու ակնկալիքով։ Իհարկե, ոչ բոլոր կենթանիներին հաջողվում փրկել, բայց այս լավ դեպքերը, երջանիկ ավարտող դեպքերը էլ ավելի շատ են, եւ դա թույլ է տալիս չընկճվել եւ շարունակել իսկ կենթանիների հետ աշխատանքը ավելի բարդ է, քան մարդկանց։ Ձեր հանդեպ նաև մեղադրանքներ են հնչում հաճախ, որ դուք մարդկանց թողած անօգնական կենթանիներին եք օգնում։ Այդ մեկնաբաններին ինչպես եք պատասխանում։ Մեղադրանք հնչեցնողները, որ իմանան ինչքան ես մարդկանց եմ օգնում, ուղղակի այդ մասին չեմ հանրայնացնում։ Նախկինում ես որևիցե գրառում իմ Facebook-յան եւ այլ սոցհարթակներում երբևիցե չի ջնջվում, եւ եթե մարդիկ հետ գնան 19 թվական, նամանավանդ 20 թվական, 21 թվական, ես, իմ ընկերները, իմ հետևորդները հսկայական աշխատանք ենք իրականացրել։ Մենք մեր զոհված հերոսների, մեր զոհված եղբայրների, երեխաներին ուղղակի նվերներով չենք այցելել։ Ես ունեմ ընտանիքներ, ում օգնել եմ անգամ բոլոր կոմունալ վարձերի վճարման հարցում, ինքնակազմակերպել ենք, օգնել ենք։ Մենք հիմա էլ ունենք այդ թիմը, որը օգնում է մարդկանց։ Օրինակ, եթե ինձ զանգահարում են, դա ոչ շատ հաճախ, ինչպես նախկինում, բայց էլի պատահում է, ասում են, այսինչ հիվանդանոցում մայրիկ կա մարզից, բալիկի հետ պարկած, կողքի մայրիկներն են զահազանգում հիմնականում, էլի, որ գիտեք, տիկին Մարտ աստեղ մեր մոտ մայրիկ կա բալիկի հետ, կարծես թե ոչ մեկ չի հայցելում, ուտելու բան չունի կամ տակդիր չունի, չնայած հիվանդանոցը ապահովում է տակդիրով, դեղորայքով, ասում հասկացա, հարկ, դիագնոզ, ինչա անհրաժեշտ, ինձի շատ արագ բան կազմեք, ցուցակ կազմեք, եթե դա ցերեկն են դիմում, երեկոյան դա այդ բոլոր անհրաժեշտ իրերը արդեն այնտեղ են։ Անկամ եթե ես նախկինում ծառայությունից դրդված չէի հասցնում հիվանդանոց գնալ, ուղղակի իմ ընկերներին դիմում էի սոցհարթակներով, ով կարող է մոտենալ հիվանդանոց եւ ով կարող է այսինչ իրերը տանել կազմակերպել։ Առավելագույնը 30 րոպե հետո իմ խնդրանքը ի կատար էր ածվում եւ ուղղակի այս մասին չենք հանրայնացնում։ Այն իսկ կենթանիների մասին մանրամասն հանրայնացնում ենք, որովհետեւ նախ հասարակական կազմակերպության գործունեությունը պետք է լինի թափանցիկ, սկսենք այդտեղից, եւ երկրորդը երբ մարդուն օգնում ենք, նրա հետակա ճակատագիրը ակնկալելի է, որ մենք ուղղակի մեկ անգամյա կամ չգիտեմ, 1 տարի, 2 տարի օգնեցինք, արդյունքը գիտենք։ Կենթանիների մասով մարդկանց հետաքրքիր է իմանալ, թե ինչպես դասավորվեց կենթանու ճակատագիրը, առավել ևս եթե իրենք մասնակցում են դրամահավաքներին։ Ասեմ, որ ցավով պետք է նշեմ, որ դրամահավաքներին մասնակցող անձանց հիմա չասեք, որ ես սեռական պատկանելիության հիման վրա խտրականություն եմ իրականացնում, абսոլютно нет, բայց հիմնականում կանայք են պատրաստ իրենց փոխանցումներով դրամական աջակցությունը ցույց տալ կենթանուն, իհարկե մենք ունենք տղաներ, ովքեր ուղղակի չեն թույլ տալի իրենց անունները հանրայնացնեմ, եւ եթե դուք իմ դրամահավաքում կտեսնեք մի կլորտի, որի կողքը գրած անհայտ, դա ուրեմն արական սեռի կենթանասեր է փոխանցել, ինձ այդ համախմբվածությունն է դուր գալի կենթանիների փրկության հարցում եւ մենք մեկս մյուսով մտահոգված ենք շատ։ Մի վերջին հարց էլ տամ ու ավարտենք։ Դժվար դեռահասների հետ աշխատելիս վստահաբար դուք հոգեբանական հնարքներ եք օգտագործել, հա, նաև նրանց վստահությունը շահելու համար, բայց ինչպես եք կարողանում լեզու գտնել կենթանիների հետ, ովքեր մարդու նկատմամբ արդեն կորցրել են այդ վստահությունը։ Գոյություն չունի այդպիսի կենթանի, որ մարդու նկատմամբ կորցնի իր վստահությունը։ Գոյություն չունի նման կենթանի։ Դե մարդու կողմից դավաճանված, լավ էսպես ասեմ։ Ընդամենը 10-20 րոպե եւ կենթանի շարունակում է ձեզ վստահել։ Հա։ Կենթանին մի հարցում է թերանում, անվերապահորեն վստահություն մարդուն եւ սեր մարդու նկատմամբ։ Իսկ ժամանակավոր եւ հանկարծակի ծակած ագրեսիան դա ուղղակի ինչ-որ սադրում է, մի ակնթարթ սադրում է կենթան։ Հավատացեք կենթանին մինչև վերջ մնում է հավատարիմ մարդուն։
Որտեղ դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ կենդանիները չեն կարողանում նաև այդ մարդու նկատմամբ նորից այդ հավատքը վերականգնել կամ դա ես գամփրների ոչ թե մարդու նկատմամբ, տեսեք, գամփրները իմ պրակտիկայում եմ ասում, գամփրները շատ են կապվում իրենց տերերին եւ իրենք հոգեպես են կոտրվում։ Բաստան գամփրների դեպքում ավելի Տեսեք, եթե մենք խոսում ենք մարդու նկատմամբ վստահության մասին, օրինակ 3 չառաջորը իմ էջում տեղադրված էր, թե բժիշկը, անասնաբուժը ինչ քնքշությամբ է սիրում կենդանու եւ նա թույլ է տալիս, նա ագրեսիա ցույց չի տալիս, բայց աչքերի հայացքից ակնհայտ է, որ ինքը կոտրված է, ինքը չի ուզում ապրի, չի ուզում պայքարի։ Իրական ես ես մի հատ կարևոր բան ասեմ։ Եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր հասարակությունը լինի ավելի բարի, մենք պետք է մեր երեխաներին սովորեցնենք եւ ինչու՞ չէ նաեւ ինչպես այլ երկրներում մեր ընտանիքներում հայ ընտանիքներում նոր են սկսել շատ կենդանիներ ապրել նախկինում հազվադեպ ինչ որ մի ընտանիքում կենդանի լիներ թե չէ հիմա արդեն տեսնում ենք որ հաճախ են ծնողները իրենց բալիկների համար կենդանի բերում իդեպ ասեմ որ դա իմ սուբյեկտիվ կարծիքն է որ չկա այդպես երեխա ով կենդանու մասին չերազի եւ կան շատ մամաներ եւ պապաներ, ովքեր կենդանիներով վախեցնում են, այ կկծի, կվնասի եւ այլն։ Իրականում ես կարծում եմ, որ կենդանիների հետ մեծացած երեխաները ավելի բարի են, ավելի կարեկից են, ավելի մարդասեր են։ Կենդանի սիրող երեխան չի կարող մարդասեր չլինել։ Լավ, մի հետաքրքիր բան պատմեմ եւ սրանով ավարտենք։ Վերջերս իմ էջում տեղադրել էի տեսանյութ սև ու սպիտակ երանգներով Բագրատունյաց պողոտայի վրա վթարի ենթարկված շուն առանց անուններ տալու որ ասեմ ինձ ով էր ահազանգ է ժամանակին դեռևս 7 տարի առաջ որպես չարություն արած, այդպես անվանենք, չարություն արած իմ վարչական տարածքի անչափահասներից մեկը ով հիմա արդեն չափահաս է մենք երկար շփվել էինք, ինքը ինձ մոտ պրոֆիլակտիկ հաշվառման մեջ էր, անցել է երկար տարիներ, ինքը գտել էր համարս, զանգահարեց, Տիկին Մելքսիան ստեղ շուն կա, գցել են ավտոյի տակ, հարցնում եմ ով է, որ ասեց, տենց անկեղծ ասած ես շատ բարված զգացի ինձ, որ փաստորեն, ես չեմ ասում, որ դա մեր արդյունքն էր, մեր աշխատանքի, բայց ինձ դուր եկավ, որ ժամանակին չենթարկվող անկարգություններ եւ չարություններ անող երեխան, ով հիմա արդեն չափահաս է, լուրջ տղամարդ է, ինձ ահազանգում է կենդանու մասին։ Այս իմ համար կարևոր էր։ Ասեմ ավելի, ես հասկացա, որ ինքը խոճապի մեջ է, խնդրեցի մեր կենդանասեր աղջիկները մոտեցան, հետո հետ են զանգահարի աղջիկները, հետ ինչ լավ տղա էր, ասում է, ինչ լավ տղան ժամանակին շատ բարկացնում էր իր անկարգություններով, այնպես որ մարդը կարող է փոխվել։ Մարդը եթե ուզում ենք կարող է փոխվել, կարևորը որ մեր ծնողները ճիշտ իրենց բալիկներին դաստիարակեն, կարեկից ոչ միայն կենդանիների նկատմամբ, այլ նաև իրենց շուրջ մյուս երեխաների նկատմամբ, այս թեմայից իհարկե դուրս է դա, բայց այն ինչի մասին շատ խոսում են հիմա համացանցում, բուլինգ, բռնություն, մեկը մյուսի նկատմամբ անհանդուրժողականություն եւ այլն, գիտեք, եթե մեզանից յուրաքանչյուրը իր երեխային սովորեցնի, որ իրական ուժը թույլին նեղացնելու մեջ չէ, այլ թույլին պաշտպանելու մեջ է, մենք չենք ունենա այն իրավիճակները, լրահոսում չենք ունենա այն պատկերը, որ ունենք ցավոք այսօր։ Շնորհակալ եմ շատ անկեղծ եւ հետաքրքիր զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրը նախկին ոստիկան կենդանապաշտպան Մարթա Մելիքսեթյանն էր։ Դուք եւս կարող եք մեկնաբանության դաշտում գրել ձեր պատմությունը։ Մենք պատրաստ ենք այն եւս ներկայացնել։ Նախագծի գործընկերն է Ձերժավա ընկերությունը։ Բազմաթիվ մարդիկ դիտելով այս հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։